Վարչապետը ճիշտ է ասում, անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է, բայց մի բան է ասելը, մի բան է իրականությունը։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ, մեր արտահանման մեծ մասը գնում է Ռուսաստան, դրամական փոխանցումների մեծ բաժինը գալիս է այնտեղից։ Էներգետիկ կախվածությունը մնում է վտանգավոր բարձր մակարդակի վրա, երկաթուղին կառավարվում է ռուսական կողմից, Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազա, Թուրքիայի հետ սահմանը շարունակում են հսկել ռուս սահմանապահները, այդ սահմանը համարելով ԵԱՏՄ Թուրքիա սահման, եւ մեր առաջին խնդիրն է այդ սահմանը նախ դարձնել հայ-թուրքական։ Նույն պատկերն է տնտեսության ամենազգայուն ոլորտներում։ Ցորենը հիմնականում գալիս է Ռուսաստանից, բենզինը նույնպես, գյուղմթերքի հիմնական շուկան էլ նորից Ռուսաստանն է։ Այսինքն մեր սնունդը, վառելիքը, եկամուտը եւ ռազմավարական ենթակառուցվածքների մի մասը շարունակում են կապված մնալ նույն Ռուսաստանի հետ։ Մեր նպատակն է կառուցել իրական անկախություն, որի համար պետք է ստեղծել այլ ընտրանքներ, այլ մատակարարներ, այլ շուկաներ, այլ չափանիշներ։ Պետք է մեր բիզնեսը դուրս բերել մեկ շուկայի կախվածությունից, ուղղորդել դեպի եվրոպական եւ ավելի բարձրարժեք շուկաներ, կառուցել մրցունակ տնտեսություն։ Իրական անկախությունը սկսվում է այնտեղ, որտեղ կա ընտրություն։ Երբ ունես տարբեր գործընկերներ ու տարբեր ուղղություններ, դու ես որոշում։ Երբ չունես, որոշում են քո փոխարեն։ Ուրեմն, եթե ասում ենք, որ շատերից կախվածությունը անկախություն է, ապա այդ շատերը պետք է կառուցել իրականության մեջ։ Հակառակ դեպքում մենք պարզապես անկախության մասին ենք խոսում, բայց շարունակում ենք ապրել կախվածության մեջ։